զարգացման կենտրոնի ցուցասրահում այս անգամ ջրային պատկերներ են կապույտի ամենատարբեր երանգավորմամբ։ Բարև ձեզ, ես Ալիսա Մելքոնյանն եմ եւ ձեզ եմ ներկայացնում Փյունիկ զարգացման կենտրոնում մեկնարկած ցուցահանդեսներն ու դրանց հեղինակ արվեստագետներին։ Այսօր զրուցել եմ նկարիչ Գարի Արզումանյանի հետ։ Բարև ձեզ Գարի, ուզում եմ մեր հարցազրույցը սկսել հենց այս պահին ամենաակտուալ թվացող հարցից, ինչու եք ընտրել հենց այս թեմատիկան, ինչու ծովեր։ Բարև ձեզ։ Դա եղել է ինքնաբերաբար։ Ինչպես միշտ հիմնականում լինում է դա արվեստում ինքնաբերաբար եւ փոքր տարիքից։ Չգիտես ինչու ինձ գերել է ծովը ու ոգեշնչվել եմ երևի 3 կամ 4 տարեկանից եւ ոգեշնչվել եմ Հովհաննես Այվազովսկու կտավներով, իր ալբոմներով, այսինքն մանկությունս ամբողջ անցել է այսպես Այվազովսկու ազդեցության տակ։ Միգուցե դա նաև ինչ որ առումով նախախնամություն է, հա, որ շատ հաճախ լինում է նաև արվեստի ոլորտի մարդկանց հետ։ Աչքի առաջ ունեցել եք ծովային պատկերներից, հետաքրքիր է, որ ինչ որ կոնկրետ ծովից եք ներշնչվել։ Իմ ծնողները միշտ ասում են, որ ուղղակի հենց այնպես ես գնացի մոտեցա Այվազովսկու ալբոմին եւ սկսեցի նայել։ Հետո խորացավ ցանկությունը, հետո գնացի նկարչական դպրոց եւ այլն, բայց ինչ որ ինիցիատոր ոչ ոք չի եղել, որ ինչ որ մեկը ասի նայի ծովը կամ Այվազովսկին, ես ինքնուրույն եմ դա արել։ Գիտեք, դպրոցական տարիքում ունենք մենք շատ լավ հայոց լեզվի դասատու, ուսուցիչ, ու ինքը Այվազովսկու երկպագու էր նույնպես։ Ինքը մի առիթով ինձ ասեց, հետո պատահաբար իմացա, ես այդ ժամանակ արդեն թողել էի նկարչությունը, պատահաբար իմացա, որ ես Այվազովսկու նույնպես սիրում եմ, ասեց, Գարի, դու գիտես, որ դու Այվազովսկի երբեք չես դառնա։ Քիչ մանկական միամտությամբ ասեցի ինչի, ասեց, որովհետև դու ծովափին չես ծնվել։ Ու մի փոքր դե երեխա է, թևաթափ եղա ու գիտեք ինչ, այդ պահին մտածեցի ինչքան դաժան չէ կյանքը։ Ասենք փարավոնների նման ինչ որ բան պետք է լինի, հա, ու սերված լինես աստվածներից կամ ինչ որ բան, այսինքն ինչ որ հատուկ պայմաններ են պետք, որ մարդ կարենա անվանվել ծովանկարիչ կամ բնանկարիչ կամ որևէ բան։ Հետագայում ես հասկացա իհարկե, որ այդ ամենն էլ այսպես նախապաշարմունքներ են, կարծրատիպեր են, ինչպես եւ հազարավոր կարծրատիպերից մեկը, ու շատ կարևոր բան հասկացա, որ ծով նկարելու, լավ պատկերելու համար ընդհանրապես պետք է ծովը ապրի քո մեջ։ Եթե ծովը քո մեջ չի ապրում, չես կարալու ծովը լիարժեք, լավ ու հետաքրքիր ձևով պատկերել։ Ուզում ես հոտը շնչի, ուզում ես չգիտեմ ջուրը խմի, ուզում ես հոգնաներ արա, ես ոչ մի կերպ չի ստացվել, ծովը պետք է ապրի մարդու մեջ։ Հետաքրքիր է, այդ ուսուցչի ասած միտքը արդյոք ձեզ այդ ասած մոտիվացրել նաև, որ ինչի ես չեմ կարա դառնամ, այդ ամբիցիաներն են առաջ գնացել այդ տարիքից արդեն թե։ Կոնկրետ այդ պարագայում ոչ, որովհետև ինչպես ասեցի, արդեն թողել էի, բայց այսպես մանկական տրավմաներից դա է, շատ խորը հետք թողեց ուսուցչի ասածը, բայց ուրախություն ինձ կարող եմ ասել, որ ուսուցիչ սխալվեց, ես իրեն շատ էի սիրում, շատ էի հարգում, բայց սխալվեց ինքը։ Հանդիպելու առիթ ունեցել եք, ասեք տեսակ, որ ես արդեն Չէ։ Փոքր տարիքից եք սկսել նկարել, արդեն ինչպես ասացիք, երեխաները բոլորն էլ ինչ որ փոքր տարիքում նկարում են ինչ որ բաներ, ու ինչ որտեղ ավարտվում է այդ ամեն ինչը։ Ոնց ձեզ մոտ շարունակվեց։ Գիտեք, գենետիկ ընդհանրապես չկա, իմ ծնողներն էլ տեխնոկրատ մարդիկ էին, ու ամենավերջինն էր իրենց ցանկությունը, որ ես դառնամ գեղանկարիչ։ Ու 10 տարեկան հասակում ինչ որ եղավ այդպես մրցույթների ժամանակ անարդարություն, ու այդ անարդարությունից ելնելով ես լիովին թևաթափ եղա ու թողեցի նկարչությունը եւ ես սկսեցի արդեն շատ հասուն տարիքում 30-ից տարիքում այսպես բացվեց երկրորդ շնչառությունը եւ այս անգամ երևի բացվեց մինչեւ կյանքի վերջ։ Հիմնական եւ իր ամբողջ ուժով այսպես ասենք երևի։ Հիմա հիմնական զբաղմունքս է, ես մասնագիտությամբ ֆինանսական վերլուծաբան եմ, տնտեսագետ։ Գիտեք, գալիս է ինչ որ մի ժամանակաշրջան, որ դու սկսում ես կոնկրետ գիտակցել, որն է քոնը, որը չէ քոնը։ Եվ ես կարծում եմ, որ շատ կարևոր է, որպեսզի մարդ հասուն հասակում կարողանա ճիշտ ընտրություն կատարել, ոչ թե ինչ որ մասնագիտության շահութաբեր լինելու կամ չլինելու, այլ
որ մասնագիտությունն է քո համար նախատեսված։ Գիտեք, ես գրեթե վստահ եմ, որ անտաղանդ մարդ չկա աշխարհի երեսին։ Չկա անտաղանդ մարդ։ Կա մարդ, ով իր տեղում չէ։ Եվ եթե բոլորը իրենց տեղում լինեն, միգուցե հիմա աշխարհի պատկերը կլիներ միանգամայն այլ։ Եթե Հիտլերը, ասենք, նկարիչ դառնար, հա, շարունակեն, չգիտեմ ինչքանով էր ինքը տաղանդավոր, բայց մի երկրորդ աշխարհում չէր լինի։ Ուղով գնար, չէ՞, Այո։ Հնարավոր է։ Ինչքանով է կարևորում կրթության դերը արվեստագետի կայացման գործում, որովհետև ես գիտեմ, որ նկարելը հենց հստակ ինչ-որ աշխատանք է, որ մարդու ներսում է տեղի ունենում, այդ գույները, այդ երանգները, այդ ամեն ինչը մարդու ներսում խմորվում են, հետո արտահայտվում են։ Կրթությունը ինչ դեր ունի այստեղ։ Իհարկե, մեծ դեր ունի։ Հնարավոր չէ թերագնահատել կրթության դերը։ Գիտեք ոնց որ ինչպես է գիրքն է, ասենք պահածոյացված միտք է, չէ՞, այդպեսի ասացված կա։ Նույն կրթությունը դա իրականում դա փորձի կուտակված փորձի շատ արագ եղանակով փոխանցումն է, ինչպես կարող է կրթությունը կարևոր չլինել։ Հարցն այն է, որ արդյոք այն որոշիչ է։ Եվ այդ տեսանկյունից մենք կարող ենք ասել ոչ, կրթությունը կարևոր է, բայց որոշիչ չէ։ Ու ոնց եք բացատրում այդ, այսինքն կարևոր է որոշակիորեն կրթվել, բայց խիստ անհրաժեշտ չէ ճանապարհով այսպես կարմիր գծի պես ընդունելով գնալ, դա նկատի ունեք։ Նաև դա, որովհետև գիտեք ամբողջ գեղանկարչության պատմությունը ըստ էության ինքը ակադեմիականից շեղվելու ակտերի ամբողջություն է։ Մենք ում ուզում եք օրինակ բերեք Վան Գոգը, Գոգենը, Անրի Ռուսոն, այդ բոլորը, նաև Ռեպինը, չէ, Ռեպին ինչ են ընդունում։ Բոլոր տաղանդավոր, բոլոր այսպես պատմություն փոխած նկարիչները եղել են ակադեմիականին ինչ որ իմաստով, ինչ որ առումով դեմ գնացող։ Դրա համար նկարչի ամբողջ արվեստի պատմությունը հենց ակադեմիականից շեղվելու ակտերի հանրագումար է։ Մանավանդ ժամանակակից արվեստում պետք է զգաս, այնտեղ ինչ որ սիմվոլային կամ տրամաբանական բացատրություն շատ հաճախ չի լինում, պետք է զգալ բոլոր զգայարաններով փորձել զգալ այդ արվեստը, բայց միևնույն ժամանակ նաև ինչ արվեստ, եթե նա չի ուղղորդում մարդու մտածելու ավելի խորը։ Եթե դու ժամանակակից արվեստագետ ես ու քեզ ամեն մեկը հասկանում է յուրովի, դա հավասարազոր է նրան, որ ոչ ոք քեզ չի հասկանում։ Այսինքն դու որոշակի վեկտոր պետք է տաս, որ մարդիկ այդ վեկտորով հասկանան կոնկրետ ինչ ուղղությամբ ես դու հրավիրում իրենց զգալու, մտածելու ու այսպես ամբողջնելու արվեստը։ Եթե վեկտորը չկա, ինչպես կարող է մարդը քեզ շատ հստակ ու ճիշտ հասկանա, ու դա մանավանդ դա շատ ակտուալ է աբստրակտ արվեստի մեջ։ Այնուամենայնիվ եկեք հենց ձեր արվեստում ձեր վեկտորների մասին խոսենք, ինչպես թեման բացվեց դեպի այդ ուղղություն եկավ, ինձ հետաքրքիր է ինչ ուղղությամբ է տանում ձեր արվեստը, ինչ է տալիս մարդկանց, ինչ է սովորեցնում, ինչ է բացատրում, ինչ կարող են վերցնել մարդիկ այս ամենից։ Արվեստը բաժանվում է երկու հիմնական մասերի, դա ծովային սյուրռեալիզմն է, ինչպես անվանել են ֆրանսիացի արվեստաբանները։ Ես չգիտեմ որքանով է դա դիպուկ իմ գործերի նկատմամբ, բայց անվանել են ու դա այդպես էլ գնաց, այդպես էլ մնաց ծովային սյուրռեալիզմ։ Մեկը մի ուղղություն ծովային սյուրռեալիզմն է, որ ես համարում եմ հիմնական ուղղությունը, երկրորդը դա այսպես կոնսերվատիվ, ռեպրեզենտատիվ արվեստի ծովանկարն են, ռեպրեզենտատիվ արվեստի գործերն են։ Դասական ծովանկարների մասին կարծում եմ շատ կարիք չկա խորանալ, իսկ ինչ վերաբերում է սյուրռեալիզմին, ապա մի քանի կարևոր թեմա կա, որոնք ես անդադ փորձում եմ առաջ քաշել։ Սիրո գաղափարախոսության հետ կապված, օրինակ շատ նկարներ ունեմ, որոնք որտեղ պատկերված է սիրո գաղափարախոսության վաղճան։ Ամեն ինչն է հիմա հարաբերական դարել։ Հստակ հասկացություն, հստակ ինչ-որ երևույթ, հստակ գաղափար, հստակ գաղափարախոսության հասկացություն չկա, չի կարող լինել։ Արվեստը միշտ էր հարաբերական, հիմա առավել քան հարաբերական է։ Չեք կարող, չէ՞, համեմատել, ասենք, Միքելանջելոյի ժամանակի արվեստը կամ արվեստի չափանիշները, հա, որոնք են այն ժամանակվա վերածննդի ժամանակաշրջանի արվեստի չափանիշները համեմատել հիմիկվա
ժամանակակից արվեստի չափանիշներին, շատ մեծ տարբերություն կա ու նաև հարաբերական է արվեստի, կոնկրետ արվեստի ուրեմն բնորոշումն է հիմա հարաբերական դարել։ Արվեստը ու ոչ արվեստը խառնվել են իրար։ Երկրորդը դա անհատի ու հասարակության միջև բախումն է, որտեղ անհատը մշտապես բարդվում է։ Որքան դու ուզում ես հզոր անհատ եղիր, որքան ուզում ես եղիր առաջադեմ հայացքների, դու միշտ բարդվելու ես քեզանից ցածր, քեզանից հետադիմական հայացքներով ամբողջին, ինչպես է ֆիզիկական աշխարհում է, չէ՞, այդպես։ Դա մեծամասնության հարցն է, այսինքն մեծամասնությունը միշտ հաղթում է։ Այո։ Ամբողջը ավելին է, քան մեծամասնությունը։ Մեծամասնություն կարող է լինել իրենք մտածող մարդիկ։ Ամբողջն այն է, որ ուղեղ չունի։ Ինքը շարժվում է էմոցիաներով։ Անկառավարելի է նաև դրա համար։ Կառավարելի է, բայց այդ կառավարումը լավ բանի չի բերում։ Եվ կառավարում են հիմնականում այն մարդիկ, ովքեր ինչ որ շահ ունեն շահեր ունեն, այո։ Գիտեմ, որ տարբեր ցուցահանդեսներ եք ունեցել, մասնավորեցնելով գանք հասնենք վերջին ցուցահանդեսին արդեն։ Ինչ ակնկալիքներ ունեք ցուցահանդեսից։ Ցուցահանդեսներ եղել են տարբեր երկրներում, սկսած ԱՄՆ-ից, վերջացած եվրոպական երկրներով, արաբական աշխարհի երկրներով։ Վերջերս գիտեք, զգացել եմ, որ ցավոք սրտի իհարկե դժբախտաբար արտերկրում ավելի շատ են ճանաչում, քան դրսում ավելի շատ են ճանաչում, քան իմ հայրենիքում։ Ու որոշեցի լրացնել այդ բաց ինչ որ ձևով 2 ամիս 1, 3 ամիսը 1 հետաքրքիր բան կազմակերպել, որտեղ կլինեն իմ նորույթները, նոր նկարները։ Ընդհանրապես ես շատ արագ չէ, իհարկե Այվազովսկու արագությունը ոչ ոք չունի, նաև ես չունեմ, բայց այնքան էլ դանդաղ չեմ աշխատում եւ 2-3 ամսվա մեջ կուտակում եմ մոտ 50-60 նկար, դա դեռ վաճառվածները չհաշվել։ Ու բնականաբար կարծում եմ յուրաքանչյուր արվեստագետի բնական ցանկությունն է, որ ինքը կիսվի, հա, իր նոր գործերով։ Օրինակ հիմա վերջին այս ցուցահանդեսի ընթացքում, որը Փյունիկ զարգացման կենտրոնում է լինելու այս հրաշալի սրահում, մի քանի նոր շարքեր կան, որ երբևիցե ես չեմ փորձել այդ շարքը անեմ, օրինակ լողապ շարքը 2-3 նկար արդեն ցուցադրված են եւ դեռ շարքը շարունակվելու է։ Առանց արվեստի ես մի բան հստակ կարող եմ ասել, որ շատ դժվար կլինի։ Շատ հաճելի էր ինձ զրուցել ձեզ հետ, շատ հետաքրքիր ու բովանդակալից զրույց ստացվեց։ Հուսով եմ առաջիկայում արդեն հաջորդ աշխատանքների, հաջորդ ցուցահանդեսների մասով եւս կհանդիպենք։ Նմանապես հաճելի է, շնորհակալ եմ շատ հետաքրքիր ու բովանդակալին հարցերի եւ զրույցի համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։